Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 22 Աստված նրանց բարձրացրեց, Գործ Առաքելոց 5:31 Մեր Տեր Հիսուսը, որ ժամանակին խաչվեց, մահացավ և թաղվեց, այժմ նստած է փառքի գահին, երկնային պաշտոնագրության վերին աստիճանը, առանց որևէ կասկածի զբաղեցնում է նա։ Հաճելի է հիշել, որ Քրիստոսի բարձրացումը երկնքում համընդհանուր բարձրացում է։ Նա նստած է Հոր աջ կողմում և ունի անխամրելի փառք, որն անհասանելի է մյուսների համար, սակայն Քրիստոսին մատուցվող պատիվը որպես բարեխոսի հանդիսանում է բոլոր սրբերի ժառանգությունը։ Ինչ ուրախություն է խոսել այն մասին, թե ինչ սերտ է Քրիստոսի միությունն իր ժողովրդի հետ։ Այսպես ասած, մենք նրա հետ մեկ ենք, մենք նրա մարմնի անդամներն ենք, և նրա բարձրացումը մեր բարձրացումն է։ Նա մեզ թույլ կտա իր հետ նստել գահին, ինչպես ինքը հաղթանակ տանելով նստեց Հոր աջ կողմում։ Նա ունի փառքի պսակը, որը նրանցից կստանանք նաև մենք։ Նա ունի գահ, բայց չի ցանկանում միայն բազմել դրան։ Նա չի կարող փառավորվել առանց իր հարսի, այդ պատճառով Փեսայի աջ կողմում կնստի թագուհին։ Ողբերի ոսկով զարդարված, ընկերս, նայիր Հիսուսին, թող քո հավատքի աչքերը նայեն նրան, գլխին բազմաթիվ ադամանդե թաքերով։ Հիշիր, որ մի օր դու նման կլինես նրան, երբ նրան կտեսնես ողջ մեծությամբ։ Դու նրա նման մեծ չես լինի, այնքան աստվածային չես լինի, որքան նա, սակայն ինչ-որ չափով նրա հետ կլինես այն պատիվները, երանություն ու տիտղոսները, որ նա ունի։ Իսկ մինչ այդ գոհացիր նրանցից, որ քեզ չեն ճանաչում, շարունակիր ձանձրալի ճանապարհը հաղթության հովտով և մագլցիր տառապանքների լեռներն ի վեր։ Մի հրաշալի օր դու պիտի թագավորես Քրիստոսի հետ, քանի որ նա մեզ դարձրեց թագավորներ ու քահանաներ մեր Աստծուն, և մենք թագավորելու ենք նրա հետ հավիտյան։ Ինչպիսի ուրախություն Աստծո զավակների համար։ Քրիստոսը մեր փառավոր ներկայացուցիչն է երկնքում։ Շուտով նա կվերադառնա ու մեզ կտանի իր մոտ, որպեսզի մենք նույնպես լինենք այնտեղ, ունենք նրա փառքն ու կիսենք նրա ուրախությունը։